Ես անցած տարի բարձրաձայնեցի Հովիկ Աբրամյանի մոնումենտի առանձնատան թեման, որը որ մեկ գիշերում անհասկանալի հանգամանքներում արգելանքից հանվել էր եւ վաճառվել, օտարվել այսօրվա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող մի գործարարի։ 2022 թվականից այս վարույթը քննվում է։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ խոչընդոտներ կան, որ արդեն 4 տարի հնարավոր չի բացահայտել, չէ՞ որ կոնկրետ մարդիկ են ստորագրել փաստաթղթերի տակ եւ կան կոնկրետ պատասխանատուներ։ Ինչն է դժվարությունը այս գործի բացահայտման։ Երկրորդ, նույն գործարարին առնչվող Golden Palace հյուրանոցը։ Պետությունը երբ որ նվիրատվությամբ ստացավ այդ գործարարի ներողություն, այդ հյուրանոցը պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարից Արմեն Ավետիսյանը նվիրաբերեց, պետությունը այն գնահատեց 15 միլիարդ 800 միլիոն դրամ։ Բայց հանկարծակի կամ չգիտեմ ինչ հանգամանքներում նույն Նարեկ Նալբանդյանը, նույն իշխանությունների սիրելի գործարարը, նույն գույքը գնեց 5 միլիարդ դրամով։ Այն էլ մարելու տարբերակով։ Ոնց է տեղի ունեցա, բայ այդտեղ պետական շահը չի ոտնահարվել։ Ձեր սիրելի գործարարը, որ նշում եք, ձեր չէ, ձեր բառերով ասած սիրելի գործարարի մասին, որ նշում եք, ես ենթադրում եմ ճիշտ եմ հասկանում ում մասին է խոսքը։ Ենթադրում եմ, որ տեղեկացված չեք ու երևի լավ է, որ տեղեկացված չեք, քրեական վարույթ է քննվում ոչ միայն ձեր կողմից նշած հանգամանքների հետ կապված, այլև մի շարք այլ արարքների հետ կապված, որոնք մեր նախնական գնահատման փողերի լվացման հատկանիշներ են պարունակում։ Հաշվի առնելով սխեմաների լայնածավալությունը եւ այն քննությունը, որը իրականացվում է մոտավորապես մինչև մի տարի ժամկետում, դժվար է ակնկալել, որ ես այսօր գալու եի ու պատմեի, որ մենք այդ գործը բացահայտելու ուղարկել ենք դատարան, որովհետեւ փողերի լվացման բազմաթիվ այլ գործեր, որոնք ես ուղարկում եմ այսօր դատարան, 7 տարվա գործեր են։